Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, մեր հյուրն է Արդար Հայաստան կուսակցության նախագահ, իրավապաշտպան Նորեր Նորիկյանը։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան։ Բարև ձեզ։ Պարոն Նորիկյան, սաստկանում է այն, ինչ ընդդիմությունը եւ հայ առաքելական եկեղեցու առանձին սպասավորները անվանում են գրող եկեղեցու վրա, իշխանության գրող եկեղեցու վրա։ Մենք տեսանք այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Օհանավանքում, հայտնի տեսաերիզի տարածումը, ես չեմ ուզում մանրամասնեմ այդ ամենը, կարծում եմ կարիք չկա, բոլորը գիտեն, սա ինչ նպատակներ է հետապնդում այս ամբողջ գործընթացը ձեզ եւ ինչ տեղ է զբաղեցնում այս ամենում նախընտրական տրամաբանությունը, վերջիվերջո մոտավորապես 7-8 ամիս է մնում մինչեւ խորհրդարանական ընտրությունները 26-ի։ Գիտեք, շնորհակալություն հրավիրի համար։ Գիտեք, տարբեր ասպեկտերով կարելի է անդրադառնալ եւ պատասխանել ձեր հարցին, որովհետեւ ինձ համար ակնհայտ է, եւ ես այդ մասին խոսել եմ մի քանի անգամ, որ եկեղեցին ամենադաժան ձևով օգտագործվեց կեղտոտ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու արդյունքում տարբեր ուժերի, այդ թվում եւ իշխանության եւ ձեր կողմից հիշատակված ընդդիմության կողմից եկեղեցին եւ նրա առանձին սպասավորները օգտագործվեցին եւ օգտագործվում են տարբեր կեղտոտ քաղաքական խարդավանքների իրականացման նպատակով, որի արդյունքում գիտեք ինչ, անկախ նրանից ինչ անուն ուզում եք դրեք, ինչպիսի բնութագրում ուզում եք տվեք, այս ամենի արդյունքը հայոց եկեղեցու քանդումն է։ Լավ եկեղեցի է, վատ եկեղեցի է, ճիշտ են սպասավորները, վատ են, հոգևոր առաջնորդները ինչպիսի բարոյական նկարագիր ունեն թե չունեն, ինձ համար այլևս փաստ է։ Սրա վերջնական արդյունքը մեր ժամանակների հայոց առաքելական եկեղեցու կազմաքանդումն է։ Ես հիմա չգիտեմ ով ինչ նպատակ է հետապնդում այս ամենով, բայց տեսեք, Կիրակի օրը Հովանավանքում տեղի ունեցավ մի իրադարձություն։ Հիմա եթե էմոցիաներից դուրս գանք, ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի համար դա ուժերի յուրովի ստուգատես էր, իր իսկ բնորոշման, եթե կհիշեք Կիրակի օրը մինչև Հովանավան գնալը, նա ինքը շատ այսպեսի հետաքրքիր ձևակերպում տվեց, որ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի ազատագրման մեկնարկի փուլն էր, եթե ես ճիշտ եմ վերհիշում իր միտքը եւ կարծեք թե ինքը հենց այդպիսի անվանում էլ տվեց եւ եթե դատենք Հովանավանքում տեղի ունեցած իրադարձությունները եւ ճակերտավոր ներկա նախկին վանական Տեր Արամի ուրեմն հակուստը նույնիսկ որը վստահ եմ ինչ որ ուղերձ պարունակում էր իր մեջ, որովհետեւ ես առաջ անգամ տեսա որ քահանան կարող է այդպիսի հակուստ գրի ուրեմն վանական ես կարող եմ ենթադրել հետեւյալը որ Նիկոլ Փաշինյանը իր նպատակին հասնելու համար եթե հաշվարկեց որ կարող է հասնել նա մինչև վերջ գնալու է նույնիսկ չեմ էլ բացառում նույնիսկ բռնի մեթոդներով ամենայն հայոց կաթողիկոսին վեհարանից դուրս հանելու ճանապարհով այդտեղ կասկած չունեմ չեմ կասկածում նրա այդ վճռականությանը անկախ նրանից դա լեգիտիմ է օրինական է բարոյական չէ, այլ հարց է, որ վստահ եմ այդ ստուգատեսի արդյունքում Նիկոլ Փաշինյանը ինքն էլ է շատ լավ հաշվարկում, որ ուժերը բավարար չեն իր համար եւ ըստեղ ոչ միայն լեգիտիմության խնդիր կա, այլ նաեւ հանրային աջակցության խնդիր կա։ Ակնհայտ է, որ այն զանգվածը մարդկային, որը այդ օրը հավաքվել էր Հովանավանքում, ակնհայտորեն այն քանակը չի, որը բավարար կհամարի Փաշինյանը կամ աջակցությունը կհամարի բավարար, որպեսզի գնա վեհրանի վրա ակնհայտ է, որ այստեղ ուզում եմ մի կարևոր ընդգծում էլ անեմ անկախ նրանից, որ մեր ժողովրդի մի ճնշող հատված դժգոհ է հայ առաքելական եկեղեցու սպասավորների եւ հոգեվոր առաջնորդների գործունեությունից, ավելին ամենայն հայոց կաթողիկոսի գործունեությունը եւ բարձրաստիճան հոգեվորականների աշխատանքը գնահատում է բացասական, անկախ նրանից, որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան տարբեր հոգեվորականներ տարբեր ժամանակահատվածներում ներքաշվել են տարբեր քաղաքական կեղտոտ խաղերի մեջ, փորձ է արվել հայ առաքելական եկեղեցու ներուժը օգտագործել Հայաստանում քաղաքական իշխանության համար պայքարում
եւ իշխանությանը հեռացնելու կամ ինչ-ինչ ուժերի իշխանության գալու գործընթացում ավելին վերջերս հրապարակված տեսած ձայնագրությամբ կամ ձայնագրությամբ հիմնավորվեց, որ 2021 թվականին կամ դրանից որոշ ժամանակ առաջ կամ հետո հայ առաքելական եկեղեցու առանձին սպասավորների հորդորվել է մասնակցել ինչ-որ հանրահավաքների, այսինքն շարքային քարոզիչի կամ չգիտեմ քաղաքական ակցիայի մասնակիցների գործառույթ է փորձարվել վերապահել առանձին եկեղեցու ներկայացուցիչների, նույնիսկ դրանով հանդերձ, հարգելի Դավիթ, մեր ժողովրդի մի ճնշող մեծամասնություն նույնիսկ այդ պարագայում հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի բռնած գործին։ Հակառակ դեպքում ես դույզնից կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց է լուծել կաթողիկոսի հարցը։ Ուղղակի եւ քաղաքական հաշվարկները եւ հանրային տրամադրությունները Նիկոլ Փաշինյանի զերծ են պահում, բայց Նիկոլ Փաշինյանը ես 2 օր առաջ մի վերլուծություն է հրապարակել, այսպիսի բնութագրում տալով ճակերտավոր Նիկոլ Փաշինյանը ես չեմ բացառում, որ գնա ինչ-որ հերթական խենթությանը եւ այդ մատնշված տղային այդ վանականին, որը կարգալույծ է արվել ըստ եկեղեցական կանոնների, ես չեմ բացառում, որ կրքերը այնքան թեժանան, որ այդ տղան Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակվի, ենթադրենք, ասենք 4-րդ հանրապետության կաթողիկոս, որովհետև ատելությունը, անհանդուրժողականությունը, իրար դեմ ցեղ շպրտոցին, իրանց առջև դրված խնդիրները լուծելու վճռականությունը կարող է բերել այդպիսի խնդությունների, որովհետև ես չեմ տեսնում այստեղ ռացիոնալ երկխոսության ինչ-որ պատեհությունը ես չեմ տեսնում, ես կամքը ես չեմ տեսնում, ցանկությունը ես չեմ տեսնում։ Այն դեպքում, երբ հնարավոր էր տեսնել, գտնել երկխոսության եւ հարցին լրիվ այլ որակի եւ բովանդակության լուծում տեսնելու կամ դրսևորել։ Գիտեք ինչ, ես եկեք պարզ խոսենք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ասում է հետեւյալը, ասում է հայ առաքելական եկեղեցին ցու սպասավորները ամենայն հայոց կաթողիկոսից բռնցած, նրա եղբորից վերջացած կամ տարբեր կրեմլի ագենտներ են, սպասարկում են ռուսական, այսպես ասած, կայսրության եւ ներկայումս ռուսական աշխարհաքաղաքականության շահերն են սպասարկում, եթե ես ճիշտ եմ հասկանում Նիկոլ Փաշինյանի մեղադրանքի էությունը մեղ է, այն կուսակրոնության ուխտախախտը, ինչա խախտը, դրանք ծածկա դմփոց ինքնախապեյություն են, հիմնական մեղը սա է։ Այստեղ լրիվ ուրիշ հարց առաջանում։ Ինչու է դեպքում քրեական հետապնդում չի հարուցվում լրտեսության, պետական հայրենիքի դավաճանության, լրիվ, որովհետև մեր քրեական օրենսգիրքը նման կարգավորումներ բազմիցս տալիս է ավելին, պետք է եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն օրենքի առջև հավասար են բոլորը, եթե մենք գնում ենք իրավական պետության փիլիսոփայության ճանապարհով, եթե դուք խոսում եք ինքնիշխանության փիլիսոփայության դիրքերից եւ դուք ընդհանրապես սահմանափակվում եք դրա քարոզչական էլեմենտով եւ ձեր խոսքերը այս առումով չեն անցնում ավելի քան խոսքերով, ինձ համար հարց է, կամ դուք զբաղված եք իրական զուտ քարոզչական աշխատանքներով, կամ մենք գործ ունենք լրիվ այլ երևույթի հետ, բայց գիտեք ինչ, Դավիթ, ես համաձայն չեմ, գիտեք ինչ, այս հարցին էմոցիոնալ շեշտադրումներով մոտենալը, էմոցիոնալ շեշտադրում, այս հարցերը առավել եւս հայ եկեղեցու հարցերը նման կերպ չեն լուծում։ Ես ինձ համար ծիծաղ է առաջացնում այն ձևակերպումը, որ մենք հայ եկեղեցու դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք կաթողիկոսի դեմ։ Հիմա ոնց որ ես ասեմ, ես Նիկոլի դեմ չեմ պայքարում, ես պայքարում եմ իշխանության դեմ։ Ցանկացածի մոտ ժպիտ կառաջանա, էլի, հասկանում եք։ Հետեւաբար մենք պետքա ճիշտ հասկանանք։ Նույնիսկ եթե այդպես է, նույնիսկ դա եթե 100%-անով համապատասխանում է իրականությանը, մենք պետքա սա լուրջ, շատ լուրջ հաշվարկենք, թե մենք այս խնդիրը լուծելուց հետո ինչ արդյունք ենք ունենալու։ Գիտեք ինչ, ես ուզում եմ մի քանի հռետորական հարցադրումներ բարձրացնել։ Ես հիացած ու տպավորված չեմ հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների գործունեությունից, ավելին իմ նման հազարավոր մարդիկ հիացած չեն։ Բայց ես ուզում եմ ուրիշ հարցի պատասխան ստանամ։ Այս մարդկանց լիկվիդացնելուց հետո լուծվելու են հայ ժողովրդի խնդիրները։
Հայաստանի արչև ծառացած մարտահրավերները լուծվելու է, այդ ագենտուրայի ուրեմն ռիսկը քչանալու է, իջիկ է դառնալու, Հայաստանի Հանրապետությունը կարողանալու է այդպես ջերմեռանդորեն պայքարել հնարավոր բոլոր ուրեմն այդպիսի արտաքին ազդեցությունների դեմ թե ոչ ներքաղաքական դաշտում ինչ որ այդ ուղղությամբ ինչ որ խնդիրներ առաջ եկող եւ գոյություն ունեցող խնդիրները նման փութաջանությամբ լուծվում են թե չեն լուծվում թե դրանք ըստ քաղաքական կոնյունկտուրայի են լուծվում ակնհայտ է նույն Նիկոլ Փաշինյանը 5 տարի տորպեդահարում է թմկահարում է ասում է որ 5-րդ շարասյունն է եղել մեր պարտության պատճառը որ խորհրդարանական ընդդիմությունը նույնպես ամբողջովին Կրեմլի ագենտներն են որ 5-րդ շարասյունն է Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտի դոմինանտը բայց մի հատ իրավական հետևանք առաջացնող գործընթաց դուք կարող եք մատնանշելից Դուք չեք ուզում տեսնել, որ սա ընդհանրապես քարոզչական ֆոն է դարձել, եւ այս միջոցները, եւ նույնիսկ եթե 100%-անոց այդպես է, նույնիսկ եթե վաղը անհերքելի ապացույցներ մեր աչքին ներկայացնեն, ինձ ցույց տվեք իշխանության լեգիտիմությունը այս գործընթացում։ Միգուցե Մոսկվայի չեն ուզում նեղացնել։ Ինչ անեն։ Նեղացնեն Մոսկվային։ Չէ՞ որ այս գործընթացի իրավական գործընթացի ժամանակ նույն իշխանությունը խոստովանել է, որ Հայաստանում 2020 թվականից հետո 1-2 պաշտպանության նախարար է նշանակել Մոսկվայի խնդրանքով։ Ճիշտ է, Դավիթ, հաստատում եք։ Այո։ Բա որ ասում եք, այո, հիմա այդ ինչ է փոխվել, որ այդ նույն իշխանությունը, որը ոչ պակաս ծառայություններ է մատուցել ու մատուցում Ռուսաստանի Դաշնությանը, որ Հայաստանի Հանրապետության 30-ամյա քաղաքական կյանքի գործունեության ընթացքում ոչ պակաս ռուսամետ տեղեկան Ռոբերտ Քոչարյանը եւ մնացած բոլոր քաղաքական վարչակարգերը այսօր հանկարծ այտենց հանդես է գալիս ինքնիշխանության դեպքերից։ Կարծում եք, որ Ղարաբաղի փաստացի կորստից հետո բան չի փոխվել։ Ինչ իշխանության մոտեցումներում Ռուսաստան։ Գիտեք ինչ, ընդհանուր առմամբ մեր ռեգիոնում աշխարհաքաղաքական մտածողության արժեհամակարգային փոփոխությունների ականատես ենք։ Հավաստիացնում եմ ձեզ, այո, ես ընդունում եմ, որ փոխվել է, բայց խաղի կանոններն էլ են փոխվել, հարաբերությունների որակն էլ է փոխվել, բայց փոփոխությունը դա դեռ չի նշանակում, որ վերաիմաստավորումը հարաբերությունների տանում է պորտալարի կտրման։ Հասկանում եք։ Իհարկե, դուք ուշադրություն դարձրեք այս առումը ոչ թե Նիկոլ Փաշինյանի խոսքերին, այլ նրա կատարած գործերին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Գիտեք ինչ, ոչ մի ստրատեգիական ոլորտում որևէ հակառուսական քայլ այս իշխանությունը չի իրականացրել։ Եկեք ինքներս մեզ չխաբենք։ Ես չեմ քննարկում դա լավ է թե վատ է, ճիշտ է թե սխալ է։ Այո, Հայաստանը, ես պնդում եմ, այս առումով, ես գտնում եմ Հայաստանի ցանկացած իշխանություն, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, պետքա վարի զգուշավոր, հավասարակշռված քաղաքականություն, այդ թվում նաև հատկապես Ռուսաստանի ուղղությամբ, որովհետև գիտեք ինչ, մենք շատ համեստ ռեսուրսներ ունենք եւ մեր ինքնապաշտպանական դիմադրողականության համակարգը այնքան փխրուն է, որ մենք եւս մեկ ինչ որ հարվածի կարող է չդիմանանք։ Այս առումով ես Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ըմբռնումով մոտիկանում եմ, բայց երբ որ դու այդ քաղաքականությունը վարելով հանդերձ ներքին լսարանում կամ ներքին քաղաքականության մեջ դու գաղափարներ ես գեներացնում ինքնիշխանության, հակառուսականության կամ չգիտեմ այլ այսպես ասած գաղափարներ ես տիրաժավորում, որոնք իբրև թե տպավորություն են ստեղծում, որ դու ինքնիշխանության ինչ-որ բարձր նշաձող ես սահմանում։ Գիտեք, դա ինքնախաբեություն է։ Ինձ համար, տեսեք, ռուսական 102-րդ ռազմաբազայի գոյությունը, 95 թվականի հայ-ռուսական մեծ պայմանագիրը, 97 թվականի ներողություն, 95 թվականի ռազմաբազա, 97 թվականին Ելցին Լեոն Տեր-Պետրոսյան մեծ պայմանագիրը։ Դրանից հետո կհիշեք, կարծեմ Երևանում էր Մեդվեդև Սերժ Սարգսյան պայմանագիրը 2010-ին եւս 25 տարով ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության երկարաձգումը։ Դուք ինձ ցույց տվեք մեկ ֆունդամենտալ
առանցք, որից նահանջ է կատարել այս քայլերից Նիկոլ Փաշինյանը, գոյություն չունի։ Այդ գիտեք ինչ քարոզչական մենք գնալ նստել Կրեմլին Պուտինի առաջ ասել, գիտեք ինչ մենք ինքնիշխան ենք, չգիտեմ, էսենք, գիտեք այդ եկեք թողենք դա տղայական հարթության վրա։ Իրական հողի վրա Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները առնվազն տնտեսական առումով, առնվազն ԵԱՏՄ շրջանակներում, առնվազն առևտրատնտեսական շրջանառության ոլորտում գերազանցում է նախորդ տասնամյակների ուրեմն գործունեությունը։ Կրկնում եմ, ես ձեռնպահ եմ մնում դրա վերաբերյալ որևէ իրավաքաղաքական գնահատականի, ես ընդհանրապես փաստ եմ արձանագրում։ Դուք նշեցիք, որ եկեղեցին, ես համաձայն եմ այդ գնահատականի հետ, եկեղեցին ամենադաժան ձևով օգտագործվեց քաղաքական նպատակներով եւ իշխանության եւ ընդդիմության կողմից։ Եկեղեցին Գարեգին երկրորդ այդ արքիեպիսկոպոսները վերնախավը եկեղեցին, ինչու դա թույլ տվեցին։ Թե իրենք էլ էին օգտագործողների տեղ։ Ոչ, ես այդտեղ չեմ արդարացնում, ավելին ասեմ ձեզ, ես առաջիներից մեկն եմ ասել, որ ասել եմ հետեւյալը, որովհետեւ ինձ համար հայ առաքելական եկեղեցին լավ կառույց է, վատ կառույց է, խոցելի կառույց է, չգիտեմ, իր ամբողջ թերություններով հանդերձ, Դավիթ համոզված եմ կամաձայնես ինձ հետ, որ դա գլոբալ ցանց է հայ ժողովրդի համար։ Այդ ցանցից կարողացել են կամ փորձել են օգտվել, այդ հայ եկեղեցու ներուժը փորձել են ներուժից փորձել են օգտվել տարբեր աշխարհակաղակական կենտրոններ, ես չեմ բացառում։ Ընդհանուր եկեք բաց խոսենք, ես չեմ բացառում, որ Ռուսաստանի Դաշնության առանձին սուբյեկտներ կամ այլ աշխարհակաղակական կենտրոնների առանձին սուբյեկտներ փորձել են հայ առաքելական եկեղեցու ներուժը օգտագործել Հայաստանում ինչ-ինչ քաղաքական շահեր սպասարկելու առաջ տանելու համար։ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէր այդ մասին։ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին տեղյակ չէր, 19 թվականին տեղյակ չէր, 20 թվականին տեղյակ չէր, 21 թվականին տեղյակ չէր, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին հասկանում եք, մենք ինչի մասին, ես նորից եմ կրկնում։ Հիմա եկեք ես նաև իրավաբան եմ, ես ուզում եմ նաև իմ իրավական մտածողությունը երբեմն ինձ խանգարում է քաղաքական վերլուծությունների հանգելու, բայց ես ուզում եմ մի վարքյան այլ կերպ մտածենք, էլի բոլորս։ Նույնիսկ եթե 100%-անոց Նիկոլ Փաշինյանը ճշմարիտն է խոսում Գարեգին երկրորդի մասին, համարում է, որ նա ռուսական ազդեցության գործակալ է, նրա եղբայրը լրիվ գործակալ է, մի խոսքով հայ առաքելական։ Դուք ինձ ցույց տվեք Նիկոլ Փաշինյանի գործողությունների լեգիտիմությունը, սահմանադրական լիազորությունների ծավալն ու շրջանակը։ Դուք ինձ ցույց տվեք իշխանության լեգիտիմությունը, իշխանության դեմ պայքարում, այսինքն գիտեք, եթե անկեղծ ասեմ, եթե դուք հայտնաբերել եք, սա եկեղեցու իշխանության համար չեմ ասում, սա ինչ որ ես անալոգիա եմ ասում, դուք իրավապահ համակարգ եք եւ ձեռք եք բերել տեղեկություններ, որ գործ ունեք մի հանցավոր ավազակա որջի հետ, որին պետք է ուրեմն բացահայտել, լիկվիդացնել եւ ենթարկել քրեական պատասխանատվության։ Համաձայն եմ, բայց դա ձեզ իրավունք է տալիս նրանց թնդանոթներով կրակելու, գնդակարել, ոչնչացնել։ Հասկանում եք, դուք դուրս եք գալիս ձեր լիազորությունների շրջանակից։ Հիմա Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, ժողովուրդ ջան, դա լավ է, դա վատ է, ճիշտ է, թե սխալ է, դա լրիվ ուրիշ հարց է։ Բայց Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ կաթողիկոս փոխելու սահմանադրական լիազորություն չունի, ձեր ցավը տանեմ։ Նոր կաթողիկոս ընտրելու լիազորություն չունի։ Ուզում եք ամբողջ ազգովի Գարեգին երկրորդին ինչ ուզում եք ասենք։ Ասենք, գուցե եւ տեղին ասենք, ճիշտ ասենք։ Չունենք լեգիտիմ ռեսուրս այս առումով։ Քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը չունի։ Հիմա պետքա գտնել մի հատ ուրիշ ձև։ Շատ հնարավոր է, որ այս գործընթացները բերեն նրան, որ հայ առաքելական եկեղեցական ժողովը ընդ որում հանգի հետևության, որ ամենայն հայոց կաթողիկոսին պետքա փոխել, բայց դա պետքա եկեղեցական ժողովը անի, ոչ թե հովանավանքում վարչապետը ինչ որ քարոզանի։ Միգուցե այդպիսի գործողություններով եկեղեցական ժողովը կամաց դրթում են դեպի այդ որոշումը։ Հա դրթում են, այդ դրթելու սահմանադրական իրավունքն էլ չունի վարչապետը։ Չունի։ Որովհետև եթե նորից եմ կրկնում, Դավիթ ինչ ճիշտ հասկացեք, իմ խնդիրը հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները չեն, անկեղծ եմ ասում։ Եթե սխալ են կատարել, հանցագործություն են կատարել, ծառայել են Հայաստանի Հանրապետության դեմ, Աստծուց թող ստանան իրենց պատիժը, անկեղծ եմ ասում։ Ինձ ավելի շատ մտահոգում է որպես քաղաքացու, ինձ մտահոգում է որպես մարդու իրավաբանի մի այլ բան։ Ես վախենում եմ, որ այս վարչապետի եւ այս քաղաքական իշխանության մոտ ձևավորվի համոզմունք, որ իրենք ինչ ուզենան պետք է անեն։ Հասկանում եք։
որ իրանք անվերահսկելի են, որ իրենց դեմ խաղ չկա, որ իրենք որ խնդիրը դրեցին, անունը դնեն ժողովուրդը տենց է ուզում, նույնիսկ եթե ժողովուրդը տենց ուզի, եթե սահմանադրությունը արգելում է իրենք պետք է կաշկանդված լինեն իրենց հանրային վարքագծում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դուք վստահ եմ հասկանում եք, բայց ցավոք սրտի շատ ու շատ ֆեյքային առաջնորդներ, տարբեր քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված քաղաքական առանձին ուժեր, անհատներ, գործիչներ չեն հասկանում ես, չեն ուզում հասկանան։ Իրանց թվում է, որ Նիկոլը սուրբ է, Նիկոլին քննադատել չի կարելի, Նիկոլը ինչ անում է ճիշտ է անում։ Սա վտանգավոր է, սա շատ վտանգավոր է մեկ մարդու հնարավորություն տալ ամեն ինչ անել, որոշել։ Հայաստանի Հանրապետությունում որևէ իշխանություն, որևէ անհատ այսքան անվերահսկելի իշխանություն չի ունեցել, որքան Նիկոլ Փաշինյանը։ Սա վտանգավոր է, նաև իր համար։ Դուք դա շատ վստահ եք ասում, ես հիշում եմ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները, մեղմ ասած դա այդպես չէր։ Ռոբերտ Քոչարյանն ուներ Սերժ Սարգսյան։ Դուք ցույց տվեք Նիկոլ Փաշինյանի Սերժ Սարգսյանի կհամաձայնվեմ ձեզ հետ։ Այնտեղ սերի կարդինալներ կային, այդ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ներսում, Անդրանիկ Մարգարյան կար, Արթուր Բաղդասարյան կար, ի վերջո Հովիկ Աբրահամյան կար, թողենք իրենց քաղաքական հետագծերը, բայց այդ իշխանության ներսում կային անհատներ, որոնք ինչ-որ բան այնուամենայնիվ իրենցից ներկայացնում էին։ Հիմա որ մեկի պատուհանը բացում ես Նիկոլ է։ Հասկանում եք, դուք ուզում եք ինձ ասեք Ալեն Սիմոնյանը քաղաքական կշիռ ունի։ Դուք ինձ ուզում եք ասեք Տիգրան Ավինյանը քաղաքական կշիռ ունի, Նիկոլ Փաշինյանը մի հատ թշտանի։ Այդ բոլորը այնպես կորեն մկան ծակերում, որ դուք ոչ մեկի չեք տեսնի։ Այդ իրանց խնդիրն է, իսեր Աստծո։ Բայց գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության մասին էլ չասեմ։ Վազգեն Սարգսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Շանազարյան հայտնի մի քաղաքական սերնդի փաղանգ էր։ Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ մի քիչ սահմանափակվեց։ Սերժ Սարգսյանի օրոք ընդհանրապես սահմանեց։ Վերջում Սերժ Սարգսյանը դարձավ ինքն իր Սերժ Սարգսյանը։ Հիմա որ պատուհանը բացում ես Նիկոլ Փաշինյանն է։ Հենց դրա վտանգի մասին եմ ես ուզում խոսել։ Նիկոլ Փաշինյանը ապականել է քաղաքական դաշտը, նախ իր քաղաքական ուժի ներսում, հանեք մի հատ տեսեք, ենթադրենք Նիկոլ Փաշինյանի գալու է ժամանակը փոխելու իր իշխանության, իր քաղաքական թիմի այդ ո՞ր մեկն է այդ վարչապետի տեխնացուն։ Այդ ով է պատրաստ իրան փոխարինելու։ Իսկ քաղաքական դաշտում ինչ է արել, ապականել է, բերել է ինչքան հանցագործ կա, նախկին ու ներկա, դարձրել է ընդդիմադիր քաղաքական գործիչներ, անունը դրել է ընդդիմություն, տարելցել է պարլամենտ, փաթաթել է մեր ժողովրդի վզին ու ասում է ժողովուրդ ջան, իմ պետք է ընտրություն կատարեք ու իմ ու ես հանցագործների միջև։ Եվ սա այսօրվա ԿՊ-ի նախընտրական ծրագիրը մեծ հաշվով։ Այո։ Մեր վրա էլ ոմակային հարձակվեն, որ մենք էլ չմեծացնենք մեր ազդեցությունը։ Սա է մեր իրականությունը, ինչի մասն եք դուք խոսում։ Այսքանով ավարտենք մեր այսօրվա խոսակցությունը, պարոն Նորեկյան, շատ շնորհակալ եմ ձեզ։ Մեր հյուրն էր Արդար Հայաստան կուսակցության նախագահ, իրավապաշտպան Նորայր Նորեկյանը, քիչ անց մենք կվերադառնանք եթեր։